Այսօր մեզ է միացել ռազմական եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը, բարև ձեզ։ Այսօր Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի փոխարտգործ նախարարները, քիչ առաջ Մոսկվայի մեր հյուրը այն կարծիքը հայտեց, որ դա շարունակությունն է Անտալիայի։ Դուք ինչ կասեիք։ Հիմա դժվար է ասել ինչ շարունակությունն է, որովհետև իրավիճակը այնքան շուտ արագ փոփոխում է եւ մեր տարածաշրջանում եւ աշխարհում ընդհանրապես, որ դրա համար հաշվարկել ինչ է տեղի ունենում շատ դժվար է։ Դա կամ ինչ որ շարունակական գործընթաց է, որը առաջին փուլը հաջորդ հերթական փուլն է, կամ կարող է տեղի ունենալ ինչ որ նոր փոփոխություններ կապված այն ինչին, որ տեղի ունենում Մերձավոր Արևելքում, ինչ տեղի ունենում Ռուսաստան Միացյալ Նահանգների հարաբերությունների մեջ եւ այլ։ Ինչ կոնտեքստ Մերձավոր Արևելքը երակի ունեմ Իրանի հետ ինչ տեղի կունենա։ Այդ ֆոնի վրա երեք Հարավային Կովկասի պետությունների ազգործնախարարների տեղակալների հանդիպումը կարող է լինել լրիվ տարբեր եւ անսպասելի հասարակության եւ փորձագետների համար ուղղությունների եւ հարցերի շուրջ։ Դրա համար փորձագետների բավականին դժվար է գնահատական տալ, չլինելով պետության մեջ, չլինելով ընդհանրապես այդ process-ների մեջ, շատ դժվար է կանխատեսել ինչ է տեղի ունենում։ Դե Բայրամովն ասում է, արդեն վերադառնանք Անտալիայի, որ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից ինքը գոհ է։ Ինչ-որ բան տեղի է ունենում խոհանոցում։ Խոհանոցում, բայց մեկ սովորաբար հայկական հասարակությունը եւ փորձագետները տեղյակ չեն ինչա տեղի ունենում։ Այնինչ մենք լսել ենք մինչ այդ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է անթույլատրելի եւ անընդունելի նոր պայմաններ դնել, այդպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման համար, եւ այդ ֆոնի վրա եւ Բայրամը ասում է մենք ունենք լավ է եղել հանդիպումը, ես ուղղակի չեմ ուզում ենթադրել ինչ հաջո հերթական փոխզիջման գնաց հայկական կողմը, որովհետեւ հայկական կողմը որևէ բացատրություններ ինչա տեղի ունեցել չտվել եւ դժվար է։ Միսկի խմբի շուրջ քննարկումը հայկական կողմից փոխզիջում է համարվում։ Իհարկե, եւ ինձ համար անհասկանալի է ինչու հայկական կողմը համարձակվում է այդ հարցը բարձրացնել, որովհետեւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրապարակորեն հայտարարել են, որ նրանք դուրս են գալիս Արցախի խնդրից, Արցախի խնդրը դեռ արդեն չկա Հայաստանի Հանրապետության քաղաքականության դիվանագիտության մեջ։ Մինսկի խումբը ստեղծվել է Արցախի միջազգային ստատուսի շուրջ։ Եվ եթե Հայաստանը դուրս է եկել այդ հարցից, պետք է այդ հարցի լուծումը թողել Արցախի Հանրապետության իշխանությունների, միջազգային հանրությանը, ուժային կենտրոնների։ Հայաստանը դուրս է եկել։ Այդ խնդրը պիտի լուծեն նրանք, ով մնացել են process-ի մեջ, Հայաստանը չկա։ Եվ դրա համար Հայաստանի պատրաստությունը դուր գալ այդ ֆորմատից իմ կարծիքով ոչ բարոյական, ոչ դիվանագիտական այդ բառը ճիշտ օգտագործեցիք, բայց Հայաստանի այդ գործողությունը կարծես գին ունի։ Ասում են հայկական կողմն ասում է եկեք ստորագրենք համաձայնագիրը հայ-ադրբեջանական։ Դա էլ հետը ստորագրենք։ Այստեղ խաղերը ստորագրության խաղերը ինձ համար անհասկանալի է նվեր։ Այն ինչ կատարվում է հիմա աշխարհում։ Չէ, Երևանն առաջարկում է միաժամանակ անենք այդ։ Ես դրա մասին չեմ խոսում։ Այդ ստորագրությունը ինչ է տալիս հայկական կողմին։ Այդ պայմանագիրը ինչ է տալիս հայկական կողմին։ Մենք տեսնում ենք աշխարհում ինչ է կատարվում։ Ինչ պայմանագրեր են ստորագրում, ինչ գործարքներ են ստորագրում, 2 օրից հետո, 2 ժամից հետո փոխվում է ամեն ինչ։ Միացյալ Նահանգների հայտարարությունները, գործընթացները, Միացյալ Նահանգների Ռուսաստանի գործընթացները Ուկրաինայի շուրջ, որը ուներ պայմանագիր Ռուսաստանի հետ եւ այլ։ Մենք մի աշխարհում եք ապրում, միջավայրում եք անվտանգության միջավայրում եք գտնվում հիմա, որտեղ որևէ ստորագրություն, որևէ պայմանագիր իմաստ չունի եւ գին չունի։ Դա ուղղակի թուղթ է։ Դու պիտի մտածես լրիվ ուրիշ գործոնների տրամաբանության մեջ։ Ինչ հզորություն ունես, ինչ ռազմական ուժեր ունես, ինչ տնտեսություն ունես, ինչ հասարակություն ունես, արդյոք հասարակությունը պատրաստ է ժողովուրդը պատրաստ է պատերազմին, ճգնաժամին եւ այլ։ Հայաստանի իշխանությունների կենտրոնանումը այդ պայմանագրի վրա, այդ ստորագրության վրա ինձ համար ճակատներում անհասկանալի է։ Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը ստորագրել են 2020 թվականին հայտարարություն պայմանագիր
Ինչ դարձրեց, ինչ ստացեք որպես հետևանք։ Ինչու է Հայաստանի իշխանությունը համոզված, որ նույն վիճակը չեք ստանալու հետո։ Մենք տեսնում ենք ինչ է կատարում։ Դրա համար ես չեմ ուզում այդ դիսկուսիայի մեջ մտնել նվեր։ Ինձ համար այդ պայմանագիրը իմաստ չունի, որովհետև ես գիտեմ եւ Ադրբեջանը գիտի, որ ստորագրությունը որևէ արժեք չի ունենա։ Ամեն ինչ կառուցված է այդ համաձայնագրի Հայաստանի իշխանության կողմից, Ադրբեջանի կողմից հայտարարված է ծրագիր, ռազմավարական ծրագիր եւ նպատակներ, որին Ադրբեջանը քայլ առ քայլ գնում է։ Ադրբեջանը հայտարարել է, որ իր նպատակն է ոչնչացնել Հայաստանի հայ ժողովրդի պետական ինքնաիշխանությունը։ Հայաստանը որպես պետություն իրավունք չունի գոյատևել։ Պիտի լինի Արևմտյան Ադրբեջան եւ Ադրբեջանի կարծիքի հետ համաձայն են ճակետներում Ռուսաստանը եւ Թուրքիան, որը կանգնած են իր մեջքին։ Մեզ պարզ երեսին ասել են, Էրդողանն է ասել, եկել են ժամանակը վերջացնենք այն, ինչ սկսել են մեր պապերը։ Պուտինն է ասել, որ հետսովետական պետությունները ինքնիշխանությունը արհեստական ինքնաիշխանություն է եւ դա չպիտի հաշվի առնել։ Ինչ պիտի քեզ ասել, որ դու հասկանաս, որ իրանց դրած նպատակները քեզ ոչնչացնել։ Եվ դու դա կարող ես կասեցնել այդ պրոյեկտը, այդ նպատակները միայն ու միայն ուժի մեթոդներով, հիմնվելով ուժի վրա։ Դրա համար եթե ուզում ես գոյատևել, եթե ուզում ես զարգանալ, դու պիտի ունես միայն ու միայն խնդիր, ոնց ես դու հզորանում, ոնց ես հզորացնում հայկական հասարակությունը, պետությունը, տնտեսությունը, ոնց է սկսում ի վերջո փոխակերպումները տնտեսության, ռազմական ուժերի, ազգային անվտանգության, պաշտպանության համակարգին եւ այլը։ Այս վիճակում, որ այսօր մենք ունենք աշխարհում, դու մի հատ կայուն կետ ունես, որի վրա դու պետք է ուղղես քո բոլոր ուշադրությունը եւ ներուժը, դա քո պետությունն է, քո ժողովուրդն է, քո ազգն է։ Դրա համար ես չեմ ուզում վերլուծել, ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նկատմամբ, ինչ է ինքը պատրաստ նորից զիջի, ինչ Ադրբեջանը չի ուզում ընդունել։ Համաստիծաղելին այստեղ ճակետներում այն է, որ Ադրբեջանը չի ընդունելու, ինքը նոր պայմաններ ադնելու, Ադրբեջանի պետք չէ խաղաղության պայմանագիր, Ադրբեջանի պետք չէ կապիտուլյացիա, Ադրբեջանը տրել է նպատակ, որ պիտի Հայաստանը վերջանա։ Դրա համար չեմ ուզում խորացածնել, ինձ համար այդտեղ իմաստ չեմ տեսնում։ Իսկ զմանային կրակոցների նպատակը Ադրբեջանը։ Նպատակը նույն ձևի է, Ադրբեջանի կողմից Ադրբեջանը ալիև ցույց է տալիս, որ ինքը ծիծաղում է հայկական իշխանությունների Նիկոլ Փաշինյանի վրա։ Իրան բոլոր հայտարարությունների, իր մոտեցումների, իր սպասումների վրա Ադրբեջանը քայլ առ քայլ գնում է իր դրած նպատակների առջև։ Առաջինը Արցախն է եղել, հետո մենք հանձնեցիք Արաս կրակոցի Սյունիք, հանձնեցիք Քարվաճարը եւ Քաշաթաղը առանձնական գործողությունների, հետո հանձնեցիք ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքները Հայաստանի Հանրապետության տարածքում արդեն հիմա Ադրբեջանը հայտարարել է, որ ինքը ուզում է Սյունիքը, ուզում է Երևանը։ Այդպես քայլ առ քայլ իրան գնալու իրենց նպատակներին։ Իրան-Հայաստան զորավարժությունը գիտեք ում նախաձեռնությունն է։ Դա զորավարժություն չի, ավելի շուտ կարելի է ես հատուկ գործողությունների, ստորաբաժանումների կողմից ես դա ավելի շուտ սահմանում եմ որպես սինխրոնիզացված զորավարժություններ, որովհետև երբ իրանական ռազմական ուժերը եւ իրանց շտաբը աշխատել է Իրանի տարածքում, Հայաստանի ստորաբաժանումները աշխատել են Հայաստանի տարածքում, ընդհանուր շտաբ չի ստեղծվել։ Այ ադրբեջանական սահմանային լարվածության պայմանավորված չեն դրա։ Չէ, դա ավելի շուտ կախված է նրանն է, որ Իրանը կարող է փորձում է հասկանալ ոնց է եղիկը փոխգործակցելու Հայաստանի հետ, երբ լինի հարված Իրանի դեմ։ Եթե լինի հարված Իրանի դեմ, Միացյալ Նահանգները հայտարարել են Իսրայելի հետ եւ դա հայտնի է, որ Միացյալ Նահանգները օգտագործվել են արտաքին հարված, բայց նաեւ օգտագործվել է ներքում Իրանի ներսում անկայուն վիճակ ստեղծելու, երբ կաշխատեն տերորիստական խմբումներ ազերիների կողմից, ազերի համայնքի կողմից, դա մենք տեսել ենք արդեն, որ ոնց է դա կարող աշխատած լինի, այն վերջին անկայունության
փորձը որ էլ է Դա Իրանում։ Բաքվի համար վաբանկ գնալուն նման մի բան։ Այդ խաղը ճակետներում նվեր ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի խաղը Չէ, ճիշտ է։ Հասկանալի է, այդտեղ Ադրբեջանը դառնում է պլացդարմ, որի տարածքից կարող է հարված հասցնի Իրանի վրա, Իրանը կպատասխանի, կլինի անկայունություն, կլինեն ահաբեկչական խմբերի աշխատում, ով աշխատացում ու խմբերի մենք գիտեք, Թուրքիան վերջերս փայլուն ցույց հայտվել է ոնց ինքը կազմալուծեց Սիրիան մանը ահաբեկչական խմբաների ձևավորմամբ եւ աշխատացմամբ մոտորապես նույն սցենարը կարող է կիրառվի Իրանի դեմ եւ այդ ժամանակ հայկական կողմը պիտի պատրաստ լինի ոնց է ինքը դրսևորում իր քաղաքականությունը, ռազմավարությունը, մարտավարությունը, եթե Իրանը դառնա անկայուն։ Դրա համար ողջունելի է, ուղղակի ելնելով նրանից, որ ամեն ինչ շիկացված է վիճակը աշխարհում, որ Իրանի վրա ուղղված է ուշադրությունը, ես մի քիչ հետաձգած կլինեմ նման զորավարժություններ, բայց Փառք Աստծո ոնց որ հասկանում եմ հանգիստ է անցել, այդքան մեծ ուշադրություն եւ աղմուկ չի բարձրացվել։ Այսինքն Վաշինգտոն-Թեհրան բանակցությունը մեզ համար մեծ կարևորություն։ Իհարկե, բայց պետք է չմոռանալ, որ զուգահեռ բանակցությունների Միացյալ Նահանգները հավաքում են ռազմական ներուժ Իրանի շուրջ։ Այդ ներուժը կուտակվում է։ Մեծանում է հզորությունը Միացյալ Նահանգներին, այդ նշանակում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են երկու սցենարներին։ Եվ այսօր Տրամպը հայտարարում է, եւ ես իրան հավատում եմ, որ ինքը ուզում է դիվանագիտական մեթոդներով լուծի Իրանի խնդրումը, դա Միացյալ Նահանգների ազգային շահերից ելնելով քայլ կլինի, որովհետեւ եթե ինքը կարողանում է հասնել նման պայմանավորվածությունների դիվանագիտական Իրանի համար մի քիչ սանկցիաների ռեժիմը փափկանում է, Իրանը կարողանում է ավելի շատ նավթ հետ բերի միջազգային շուկա, նավթերի գինը ընկնում է եւ մենք ունենում ենք ավելի ստաբիլ հարաբերություններ Իրան-Միացյալ Նահանգներ, որը նպաստում է Հայաստանին, որը ունի նույն ձևի լավ ռազմավարական հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ, եւ այդ ժամանակ մեր խնդիրները թեթևանում են։ Եթե պատերազմը տալիս է լրիվ ուրիշ ցավոք սրտի հետևանքներ, բայց ես հույս ունեմ, որ կստացվի, բայց նման սցենարը խիստ դեմ ալնելու իսրայելական ազգային շահերից Իսրայելը ուզում է պատերազմ։ Եվ այստեղ որտեղ կընդունվի որոշումը Իսրայելում, Երուսաղեմում թե Վաշինգտոնում, ես չեմ կարող ասել, ես չգիտեմ, շատ քիչ փորձագետներ կհամարձակվեն։ Ասում են Իսրայելին հիմա զսպում է Վաշինգտոնը։ Կա այդպես ասված, եկել է վիճակը, որ չես կարող ասես ով պոչնա խաղալու շնով, թե շուննա խաղալու պոչով։ Լինում է պավայճակ, երբ պոչը կարողանում է թելադրի վիճակ շնին։ Դրա համար ես չեմ համարձակվի ասել ով կհաղթի եւ ինչ որոշում կընդունվի ի վերջո։ Ելնելով նրանից, որ մենք բոլորը հիմա գիտենք, ցավոք սրտի, որ Տրամպը մնում է անկախատեսելի, մի վայրկյանում կարող է վիճակը փոխվի, կարծիքը փոխվի եւ լրիվ անտրամաբանական կարող է ընդունվի մի որոշում ուրիշ։ Մաքսատուրքեր ընդունում, հետո հա 2 ժամից մի քանի ժամից բանա։ Դրա համար պետք է մնում է սպասել, բայց սպասել եւ պատրաստել։ Եվ առաջին վարիանտում, երբ դու ունես խաղաղություն, եւ երկրորդ վարիանտում Աստված չանի, որ սկսում է պատերազմ Իրանի դեմ, Հայաստանը պիտի մտածի ոնց է ինքը ամրացնում իր սահմանները, ինչ է ինքը անում, որ չլինի մեծ հոսք փախստականների Իրանից դեպի Հայաստան, պատկերացրեք, որ Սյունիք սահմանացնում է մի քանի 100,000 ազերիներ, կանայք, երեխեք, ոնց ես դա անելու, դու իրավունք չունես թույլ տաս, որ դա տեղի ունենա, որտեղ չես կարողանալ հետ քշես եւ այլ, դրա համար դու պիտի մտածես ոնց ես լուծելու այդ խնդիրները, որովհետեւ այնտեղ կանգնած են հիմա Հայաստանի սահմանապահները, միայն Հայաստանն է որոշում, եւ դու այսօր պիտի անես շտաբ քայլեր, ոչ թողես նման սցենարի զարգացումը եւ իրականացումը։ Ինչ ես անում, ոնց ես անում, որ սահմանը որևէ մի փախստական չանցնի։ Եվ դա պիտի անես ցավոք սրտի ավելի շուտ ռազմական մեթոդներով։ Դու պիտի իմանաս ականապատես ասենք քո սահմանը Իրանի հետ, որ բոլորին տեղյակ պահես փախստականների, իրանների, որ ականապատված է, որ ոչ մեկը չհամարձակվի անցնի Հայաստանի տարածք։ Մեզ համար դա կարող է լինի ռազմավարական սպառնալիք։ Լավ, պայմանագրի շուրջ վեճը ինչ որ կերպ հասկանալի է։ Սահմանազատումը ձգելու հարցը
մնում է բաց։ Եթե հիշում եք, մենք խոսել ենք դրա մասին, ես միշտ ասել եմ, որ այստեղ չկա սահմանազատում։ Ադրբեջանը օգտագործում է դիվանագիտությունը որպես ռազմական գործիք, հասնելու իր նպատակները, վերցնել ռազմավարական նշանակություն ունեցող ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքները։ Ադրբեջանը օգտագործել է դիվանագիտական մեթոդները, դիվանագիտական գործիքը ռազմական նպատակների հասնելու համար, վերցնել բարձունքները։ Եվ ամեն ինչ հանգստացել է եղել է։ Ադրբեջանը հասել է բացարձակ հաղթանակի, ռազմական հաղթանակի, երբ վերցրել է իր ուզածը առանց որևէ փամփուշտ կրակելու։ Պատմության մեջ ռազմավարական մտքի մեջ դա ձևավորվում է որպես բացարձակ հաղթանակ։ Հիմա սահմանազատում այդ խնդիրը չի լուծում։ Սահմանազատումը չի լինելու, սահմանազատման process-ը Ենթադրենք լինելու է։ Սահմանազատման process-ը դիվանագիտական, եթե մենք խոսում ենք դիվանական միջազգային օրենքների շուրջ, տեղի ունենում խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Երբ ստորագրում է պայմանագիրը, գալիս է խաղաղություն, սովորաբար 5-6 տարի սպասում է, որ հասարակությունները երկու երկրների հանգստանան, այդ ժամանակ սկսում է սահմանազատման process-ը, որը երկրյալ ժամանակ տասնյակ տարիներ կարող է շարունակվի։ Այստեղ Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի ունենում մանիպուլյատիվ գործողություն եւ սահմանազատումը ներկայացնում է որպես մեծ նվաճում։ Իսկ Ադրբեջանի կողմից նորից են կրկնում, դա հնարավորություն է վերցնել իր վերահսկողության տակ բարձունքները եւ հիմա Ադրբեջանը վերահսկում է, ուղիղ վերահսկում է Հայաստանի կոմունիկացիաները ներքին եւ արտաքին։ Եվ եթե սկսեն լայնածավալ ռազմական գործողությունները, Հայաստանը կլինի բավականին, ոչ թե բավականին շատ դժվար վիճակում։ Ադրբեջանը հասել է նպատակին։ Որ լայնածավալի մասին է խոսքը։ Եթե սկսեն լայնածավալ ռազմական գործողությունները, որովհետեւ պատերազմը չի վերջացել։ Հիմա տեղի ունեցել հրադադար։ Եվ հրադադարի շատերի գնահատականով այսօր դա քիչ հավանական է, այդպիսի դժվար է ասել, նվեր այս միջազգային տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության միջավայրում ասել ինչ կարող է տեղի ունենալ, չես կարող։ Ենթադրեք Աստված չանի Իրանի վրա հարձակման ֆոնի վրա Ադրբեջանը եւ Թուրքիան դնում են լուծում են ուրիշ խնդիրներ, իրաց լոկալ խնդիրը եւ Միացյալ Նահանգները միջազգային հասարակության ժամանակ չունի զբաղվել այդ փոքր հարցով զանգեզուրով Հայաստանում։ Ինչ է կանելու։ Ով է մեզ հնարավորություն տվել չհաշվարկել նման սցենարներ։ Ես որպես փորձագետ պարտավոր եմ հաշվարկել նման վատագույն սցենարները։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են հաշվարկվել վատագույն սցենարները, ոչ թե հույսեր պայել եւ մտածել, որ ամեն ինչ լավ կանցնի։ Այնիշ նկարագրեցիք առայժմ Ռուսաստանին, Մոսկվայում դուրս դրած եք նկարագրում, այդպես է։ Հա, որովհետև Ռուսաստանը հիմա զբաղված է ավելի հետարքիր եւ զմայլի հետարքիր խաղով, Տրամփ-Պուտինի խաղերը, որը սկսել են, Ռուսաստանը մի քիչ կսպասի, Ռուսաստանի կարծիքով Հայաստանը գտնվում է բացարձակ վերահսկողության տակ եւ Հայաստանի հարավային Կովկասի խնդիրները մի քիչ կսպասեն։ Ռուսաստանը պատրաստ է սպասել ոնց կվերջանա իր հարաբերությունները Տրամփի հետ, Միացյալ Նահանգների հետ, եթե հաջող լինեն, այնպես ինքն ոնց ենթադրում է եւ մենք այսօր տեսնում ենք ճանապարհով է գնում, այդ ժամանակ հարավային Կովկասի խնդիրը, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի խնդիրները կլուծվեն լրիվ ուրիշ դերով։ Այն ներուժը, այն հնարավորությունը, որը հիմա Ռուսաստանը կուտակել է ուկրաինական ֆրոնտում եւ Ուկրաինայի դեմ եւ քաղաքական եւ ռազմական ներուժը կօգտագործվի ուրիշ ուղղության վրա եւ այդ ժամանակ մենք կունենք լրիվ ուրիշ խնդիրներ։ Եթե Պուտինը եւ Տրամփը գան համաձայնության։ Բայց ես համոզված եմ, որ դա տեղի չի ունենալու մոտիկ ամիսները։ Իսկ ռազմավարական հորիզոնները ինքան հիմա ցածր են, որ 1-2 ամսուց ավել մտածել կանխատեսել ուղղակի հնարավորություն չկա։ Ես ուզում եմ տեսնել ոնց եք մենք վերջացնում ապրիլ ամիսը, ոնց եք մտնում մայիսը սովորաբար հայ ժողովրդի եւ Հայաստանի համար լավ ամիս է լինում։ Դրա համար ապրիլ, մայիս ավելի հեռու ես ուղղակի չեմ կանխատեսում, չեմ հաշվարկում եւ չեմ ուզում հաշվարկած լինել։ Լավ։ Այսքան շնորհակալություն որ եկաք Հրաչյա Արզումանյան, ռազմական եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ։